Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում հեռուստադիտողներին սպասվածից էլ մեծ անակնկալ էր սպասվում։ Նոյի մահվան տեսարանը ոչ միայն փոխեց պատմության ընթացքը, այլև ցնցեց սերիալի բազմաթիվ երկրպագուների։ Նոյին մարմնավորող դերասան, սիրված ու տաղանդավոր Էդգար Իգիթյանն իր խաղով կարճ ժամանակում հասցրեց սիրելի դառնալ հազարավոր հեռուստադիտողների համար, և հենց այդ պատճառով էլ նրա կերպարի հանկարծակի ավարտը թողեց անպատասխան շատ հարցեր։ Հեռուստադիտողները, որոնք հետևում էին սերիալին, ամեն օր գրեթե միաբերան արձագանքեցին, որ սա հնարավոր չէ։ Նոյի կերպարը դեռ շատ անավարտ գծեր ուներ։ Դերասանը ներկայացրել էր ուժեղ, բայց միաժամանակ զգացմունքային, խորը ներաշխար ունեցող երիտասարդ տղամարդու, ով սիրո, պարտականության ու արդարության սահմանագծին էր։ Էդգար Իգիթյանի կատարումը ոչ միայն իրական էր, այլև փոխանցում էր Նոյի ներքին դրաման, նրա պայքարը ինքն իր ընտանիքի ու ճակատագրի դեմ։ Սերիալում Նոյի կերպարը մտավ փայլուն տեսարաններով, վստահ պահվածքով և անմիջապես գրավեց հեռուստադիտողների ուշադրությունը։ Նա այնպիսի կերպար էր, որին դժվար էր չնկատել։ Նրա և Անգելինայի հարաբերությունները, որոնք սկզբում թվում էին որպես հանգիստ ու հավասարակշռված, շուտով վերածվեցին էմոցիոնալ փոթորկի։ Նոյը փորձում էր սեր գտնել մի աշխարհում, որտեղ բոլորը խաբում էին, իսկ ինքը հավատում, և հենց այդ հավատն էլ դարձավ նրա կործանման պատճառը։ Այն փաստը, որ Նոյին սպանեցին հենց հարսանիքի օրը, սերիալին ավելացրեց անսպասելի դրամատիզմ, բայց հեռուստադիտողներն ամենից շատ հիասթափվեցին մեկ բանից՝ ինչու այսքան շուտ։ Բոլորը համոզված էին, որ Էդգար Իգիթյանի կերպարը երկար ճանապարհ է ունենալու, միգուցե նույնիսկ դառնալու սերիալի առանցքային կերպարներից մեկը։ Դերասանի խաղը վառ տպավորություն թողեց անգամ կարճ ժամանակում։ Նրա սառնախոհությունը, հումորը, ներքին ցավի արտահայտումը աչքերի միջոցով դարձնում էին Նոյին հիշարժան կերպար։ Շատ երկրպագուներ նշում են, որ եթե անգամ Նոյի մահը վերջնական է, ապա դա սերիալում նոր, մեծ շրջադարձի սկիզբ է։ Բայց հիմա բոլորին հետաքրքրում է մեկ բան՝ ինչու Էդգար Իգիթյանի մասնակցությունն այսքան կարճ տևեց։ Ըստ ոլորտին մոտ աղբյուրների, Իգիթյանի ներկայությունը սերիալում սկզբից նախատեսված էր որպես կարճ, բայց ազդեցիկ գիծ։ Նրա կերպարը նախատեսված էր սցենարային զարգացման համար, որպես շարժիչ ուժ Հենրիի, Անգելինայի և շախունցների ընտանիքի պատմության մեջ։ Այսինքն Նոյը պետք է հայտնվեր, փոխեր բոլորի կյանքը և հեռանար, թողնելով իր ազդեցությունը։ Դիանա Գրիգորյանի սցենարային ոճին բնորոշ է հենց այս մոտեցումը։ Երկրորդական թվացող կերպարը հաճախ դառնում է ամբողջ պատմության շրջադարձի պատճառ։ Բայց մյուս կողմից էլ կան լուրեր, որ Էդգար Իգիթյանը կարող է հեռանալ «Վերջին զանգը» հեռուստասերիալից նոր հեռուստասերիալում նկարահանվելու նպատակով։ Դերասանը հանդես է եկել մշտապես գլխավոր կերպարներով։ Այս անգամ էլ նա չի պատրաստվում երկար բացակայել էկրաններից։ Նրա երկրպագուները վստահ են՝ Էդգարը շուտով նոր նախագծում կհայտնվի կրկին գլխավոր կերպարով։ Հետաքրքիր է նաև այն փաստը, որ սերիալի ստեղծագործական խումբը չի բացառել Նոյի կերպարի հնարավոր վերադարձը հիշողությունների կամ անցյալի տեսարանների միջոցով։ Այսինքն դերասանը դեռ կարող է հայտնվել սերիալում, թեկուզ ոչ որպես գործող կերպար, այլ որպես հուշ կամ հիշողություն կապված Անգելինայի հետ։ Էդգար Իգիթյանը հանդիսանում է այն հազվագյուտ դերասաններից մեկը, ով ցանկացած կերպար կարողանում է կենդանացնել։ Նա երբեք չի խաղում, նա ապրում է իր հերոսին, և հենց այդ պատճառով էլ Նոյի կերպարը, թեև կարճատև, դարձավ հիշվող ու ազդեցիկ։ Հիմա բոլորի ուշադրությունը սևեռված է՝ արդյոք Էդգար Իգիթյանը շուտով կվերադառնա նոր նախագծով, թե նա կշարունակի համագործակցությունը Դիանա Գրիգորյանի հետ, արդեն նրա հաջորդ սերիալում մարմնավորելով գլխավոր կերպար։ Մեկ բան հստակ է՝ նրա երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նրա հետ նոր էկրանային հանդիպմանը։ «Վերջին զանգը» հեռուստասերիալում Նոյի կերպարն ավարտվեց, բայց Էդգար Իգիթյանը կրկին կմնա հանդիսատեսի սրտերում, որպես մի դերասան, ով նույնիսկ մի քանի սերիայով կարողանում է թողնել անջնջելի հետք։ Դե ինչ, մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ և կբացահայտվի, թե ով է սպանել Նոյին, դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե արդյոք Էդգար Իգիթյանը Դիանա Գրիգորյանի հետ կհամագործակցի հաջորդ նախագծի շրջանակներում,
թե Ելենա Արշակյանի հետ։ Ելենա Արշակյանի նոր նախագծի նկարահանումներն արդեն սկսված են, և հեռուստադիտողների մի մասը կարծում է, որ Էդգար Իգիթյանը այս հեռուստասերիալից հեռացել է Ելենա Արշակյանի հեռուստասերիալում գլխավոր կերպարով հանդես գալու համար։ Դե ինչ, քննարկեք, գրեք ձեր կարծիքները, հետաքրքիր է, թե ինչ եք կարծում դուք։ Եվ արդյոք Էդգար Իգիթյանը շուտով կվերադառնա հեռուստաէկրաններին գլխավոր կերպարով, թե ոչ։ Նշենք նաև, որ Վերջին զանգը հեռուստասերիալում դեռ նոր ու հետաքրքիր զարգացումներ են սպասվում, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու։